Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա և նրա զորավոր անունով եմ օրհնում ամենքիս։ Եվ այսօրվա դասը ուզում եմ սկսել բանաստեղծությամբ, երախտագիտության բանաստեղծությամբ ուղղված Աստծուն, մեր Աստվածը լինելու համար, մեր Հայրը լինելու համար և Աստվածաշունչ մատյանի համար։ Գովերգում եմ անունը քո փառավորյալ, մեծարում եմ անձը քո սուրբ և արդար։ Դու, որ արարիչն ես մեծահամբավ, թագավորը երկնային զորքերի, բայց նաև հայրն ես դու իմ, գթասիրտ ու բարի։ Դու ժպտում ես ինձ երկնքից, Աբբա, իմ հայր, ոգեշնչում, առաջնորդում խառնիխուռն ճամփաներով այս կյանքի։ Դասեր ես դու ինձ տալիս, որ սովորեմ և զտվեմ, ու Քրիստոսին, քո սուրբ որդուն, իմ փրկիչին, օրից օր ես նմանվեմ։ Ու երբեմն էլ հասնում է ժամը քննության, ու եթե ես թերանում եմ, սայթակում եմ, դու ինձանից երեսդ չես հեռացնում, ոչ էլ ինձնից հիասթափվում, չես գոռգոռում ու ունքերդ խոժոռում։ Հավատարիմ ու սիրող հայրն ես դու իմ Աստված, ու նաև ուսուցիչը իմ կյանքի, ուստի շարունակում ես ինձ կրթել, երբեմն խրատով, երբեմն էլ փորձությամբ, և շարունակ քո խոսքով կրթում ես ինձ, դու իմ Տեր։ Գոհանում եմ, Հայր իմ, Տեր իմ, անգին խոսքերիդ համար, որ ուղեցույց են ինձ համար, որ ճիշտ ճամփով ընթանամ։ Գոհանում եմ Աստվածաշունչ մատյանի սուրբ գրությունների համար, որ աստվածային գիտություն են ինձ տալիս, առաջնորդում ճշմարտության շավիղներով մեկընդմիշտ։ Շնորհակալ եմ, Հայր, որ դարերի խորքից դու խոսում ես իմ սրտի հետ ու ձեռքս բռնած կյանքի դպրոցի այս ճանապարհով ինձ հետ քայլում ես։ Ու մինչ դու այսպես ինձ սովորեցնում ու թրծում ես, դու նաև, Տեր, քո սուրբ խոսքերով ինձ բժշկում ես, քանզի քո խոսքը բժշկություն է իմ սրտին, բալասան անցյալի իմ վերքերին ու ֆիզիկական իմ մարմնին։ Շնորհակալ եմ, Հայր իմ, Տեր իմ, դու իմ բժիշկ, իմ ուսուցիչ, վախերը իմ փարատող, հոգսերը իմ հոգացող, Բարձրյալ Աստված, ամենակարող Տեր, աննման իմ Հայր, շնորհակալ եմ, որ իմ հետ ես, որ ինձ փնտրել ու գտել ես, որ ինձ այնքան ես սիրում, որ խրատում ես և ուղղում ես։ Օրհնյալ լինի անունը քո այսօր, վաղը և ամեն օր։ Ամեն։ Թող Աստծո խաղաղությունն ու շնորհը ծածկի յուրաքանչյուրիս։ Հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի մեկնաբանությանն ու ընթերցանությանը։ Երեկ մենք խոսում էինք այն մասին, որ հենց Աստծո ժողովուրդը, քրիստոնյաներն են, հաճախակի ապաշխարության կարիք ունեն և թվարկում էինք պատճառները։ Մենք խոսեցինք, որ մենք պետք է ապաշխարենք մեր չմտածված հափշտապ դատողությունների ու քննադատությունների մասին, որ անում ենք ուրիշների հանդեպ աղոթելու փոխարեն, որ մենք պետք է ապաշխարենք մեր սին ու նայն դատարկ մտքերի համար, և այսօր շարունակում ենք մեկ վայրկյան ու խոսելու ենք հիմա այն մասին, որ մենք պետք է ապաշխարենք մեր սին ու նայն նորաձևությունների, մոդայի համար։ Աստված հագուստ սարքեց կենդանու կաշվից Ադամի և Եվայի ամոթը ծածկելու համար, բայց դարեր շարունակ և այսօր առավել ևս հագուստը դարձել է հպարտության ու մրցակցության, սին ապրելակերպի պատճառ և նաև ցոփության ու շռայլության պատճառ։ Մենք երեկ կարդացինք Հռոմեացիներ 12-րդ գլխի 2-րդ խոսքում, որ աստվածապաշտ մարդիկ, որ Քրիստոսին ընդունած մարդիկ հրահանգված են չհամապատասխանել այս աշխարհին,
Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Աշխարհիկ մարդիկ շքեղ ու գույնզգույն ձևերով են պճնվում ու զարդարվում։ Հեղինակն ասում է, մեր օրերում կարծես մոդայիկ է դժոխք գնալը, բայց ինչ էլ որ անում են ուրիշները, մենք չպետք է նրանց հետևենք, ունգնենք մեղքի մեջ ու մեղավոր դառնանք։Ովսե 4-րդ գլխի 15-ում ասվում է, կներեք այս բառի համար, թեև դու պոռնկանում ես, ով Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի, այսինքն վատ օրինակին մի հետևեք։ Պողոս առաքյալը հրահանգներ է տվել քրիստոնյաների արտաքին հագուստի մասին։ Սա ավելի շատ կանանց է վերաբերում, կարդանք առաջին Տիմոթեոս 2-րդ գլխի 9-րդ խոսքում, ինչ է ասվում. նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, ոչ թե պճնվեն մազի հյուսքերով կամ ոսկյա կամ մարգարտյա զարդերով կամ թանկարժեք զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ Բայց այս դարում սա միայն կանանց չի վերաբերում։ Տղամարդիկ բա ոնց են պճնվում։ Եվ այստեղ ես ուզում եմ ուշադրություն դարձնենք ամոթխածություն, պարկեշտություն բառերին։ Իսկ Պետրոս առաքյալն էլ խոսում է ներքին զգեստի մասին, կարդանք առաջին Պետրոս 5-րդ գլխի 5-րդ խոսքը։ Բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհություն ունեցեք, որտև Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Այսինքն մեր հագուստը պիտի լինի խոնարհությունը, պարկեշտությունը, ամոթխածությունը, և մենք դեմ պետք է նետենք ամբարտավանությունը և արտաքին այդ ցոփն ու շռայլությունը։ Հիմա, որպես նարինե, ես չեմ ասում հագնենք քուրծեր, մեզ չհետևենք, կեղտոտ շորեր հագնենք, կամ եթե վզնոց ու ականջող ես կախում, ուրեմն դժոխք ես գնում։ Ոչ, դա չի իմաստը, այլ այն, որ հագուստի բրենդը և ինքը հագուստը չպետք է դառնան մեր Աստվածը։ Նաև մենք պետք է ավելի շատ անհանգստանանք մեր սրտի, մեր հոգու վիճակի համար, անհանգստանանք, ունենք պարկեշտություն, ամոթխածություն, հեզություն, խոնարհություն, քան թե մեր արտաքին տեսքի համար։ Դրսից մենք կարող ենք ամենագեղեցիկ մարգարիտներով զարդարված լինել, երիտասարդ տեսք ունենանք, որովհետև այնքան ենք շպարվել, որ ու դրա վրա անչափ գումար ծախսենք, բայց ներսից մեռած ու կեղտոտ լինենք, Աստծո համար անընդունելի, որովհետև չունենք խոնարհություն, հեզություն, այլ լի ենք գոռոզությամբ, փառասիրությամբ, ագահությամբ և մեր այդ հագուստն ու զարդերն էլ ու մեր բրենդերն էլ գումարվում են, ավելացնում են մեր գոռոզությունը։ Նաև մենք չպետք է ավելի շատ ծախսենք մեր հագուստի, արտաքինի, մեր շռայլությունների վրա, քան մենք ծախսում ենք Աստծո բարի գործերը անելու, քաղցածների, աղքատների, անօթևանների, հիվանդների մասին հոգալու համար, կամ մարդկանց Աստվածաշունչ առնելու տալու համար, որ նրանք էլ Աստծուն ճանաչեն։ Մենք պետք է ապաշխարենք այս բաների համար։ Եվ ոչ միայն ապաշխարենք, այլ մեր կյանքի ընթացքը փոխենք։ 4. Մենք պետք է ապաշխարենք, որ Աստծո շնորհը նեխացրել ենք մեր մեջ։ Որպեսզի հասկանանք ինչ նկատի ունեմ, եկեք կարդանք Հիսուսի խոսքերը Հայտնության 2-րդ գլխի 4-ից 5 խոսքերում։ Քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։ Արդհիշիր, որտեղից ընկար, զղջա և նախկին գործերն արա, ապա թե ոչ կգամ քեզ մոտ և քո ճրագակալը իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ Ուրեմն մենք պետք է ստուգենք մեր սրտերը և տեսնենք, թե որքան հաճախ են մեր սրտերը սառը մեր Աստծո հանդեպ, Աստծո գործի հանդեպ, Աստծո ժողովրդի հանդեպ։ Որքան հաճախ ենք մենք անտարբեր լինում Հիսուսի հանդեպ և մարդկային տառապանքի հանդեպ։ Մենք պետք է ապաշխարենք, որ սառել է մեր մեջ մեր առաջին սերը, սեր Աստծո հանդեպ, սեր
Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Սա առաջին պատվիրանն է։ Սիրի քո Աստծուն, քո ողջ հոգով, քո ողջ սրտով, քո ողջ էությամբ և քո ողջ մտքով։ Ստացվում է, մենք չենք կատարում առաջին պատվիրանը և դրա համար պիտի ապաշխարենք, և սա Հիսուսի հրամանն է։ 5. Մենք պետք է ապաշխարենք, որ մենք առավելագույնի չենք հասցնում և Աստծո փառքի ու բարիքի համար չենք օգտագործում մեզ տրված Աստծո նվերները, Աստծո տված տաղանդները։ Առողջությունը նվեր է, հարստությունը, ունեցվածքը, տունն ու տեղը, որ ունենք, նվեր է, խելքը նվեր է, մեր տաղանդները նվերներ են, և դրանք Աստծո կողմից են տրված, և նվերներ են մեզ, և Աստված մեզ է վստահել դրանք, որ առավելագույնս օգտագործենք դրանք իր փառքի համար։ Կարդանք տաղանդների առակը Ղուկաս ավետարանի 19-րդ գլխից, որտեղ Հիսուսը նորից բացատրում է, թե ինչպիսին է Աստծո թագավորությունը և ինչ է Աստված մեզանից ակնկալում։ Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։ Կանչելով իր 10 ծառաներին, նրանց 10 մնաս, ասենք, ամեն մեկին $10 տվեց ու ասաց. շահարկեք մինչև գամ, բայց նրա համաքաղաքացիները ատում էին այս թագավորին։ Պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի։ Եվ նա թագավորությունը ստացած վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանալ, թե ով ինչ է շահել։ Առաջինը եկավ ու ասաց. Տեր, քո տված, ասենք, $10 շահ բերեց։ Նրան ասաց. լավ, բարի ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Երկրորդը եկավ ու ասաց. Տեր, քո մնասը, քո տված $10 ևս $5 շահել։ Նրան էլ ասաց. դու էլ 5 քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Մյուսն էլ եկավ ու ասաց, որ քո տված $10, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի, վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես, վերցնում ես ինչ որ չես դրել և հնձում ես ինչ որ չես ցանել։ Եվ նրան ասաց. քո բերանով եմ քեզ դատելու, չար ծառա, գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ ինչ որ չեմ դրել, հնձում եմ ինչ որ չեմ ցանել, այդ ինչու իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ երբ ես գայի, այն շահով հետ առնեի։ Եվ ներկա գտնվողներին ասաց. վերցրեք դրանից իմ տված $10 և տվեք $10 ոնց որ 10 անգամ շահածին։ Նրան ասացին. Տեր, նա արդեն $10 ունի, ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողի ինչ էլ որ ունի կվերցվի։ Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստեղ բերեք ու իմ առաջ սպանեք։ Հիմա ես ուզում եմ, որ հասկանանք, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին աշխարհ է ուղարկել այնպես, ինչպես վաճառականն է ուղարկում իր ներկայացուցիչին որևէ երկիր առևտուր անելու իր տիրոջ շահի համար։ Բայց մենք չենք արել այն ամենը, ինչին ընդունակ ենք, այն բոլոր պարգևները, որ Աստված մեզ տվել է, մենք չենք օգտագործել Աստծո շահի համար։ Մեր շահի համար օգտագործել ենք, բայց ոչ Աստծո։ Մենք պետք է սգանք և ապաշխարենք, թե ինչպես ենք թաղել մեր նվերները։ Թող մեզ վշտացնի, որ մեր կյանքի այսքան մեծ մասը ոչ թե Աստծո համար ապրած ժամանակ է, այլ կորած ժամանակ, որ մենք մեր թանկարժեք ժամերը վատնել ենք ու չունենք գործեր, որ երբ դրանք կրակով փորձվեն, կանգուն մնան, այլ արել ենք բաներ, որ կայրվեն ու փուչ կդառնան, ու մենք վարձք չենք ունենա, այսինքն մենք ավելի շատ հարդ ենք ամբարել, քան թե ցորեն։ Եվ շատ կարևոր է նաև հիշել, եթե դու չես ուզում, որ Աստված քո վրա թագավորի,
միևնույնն է իմացի, նա է թագավորը եւ թագավորում է։ Ու եթե դու մնաս ապստամբ Աստծո դեմ, քո վերջը լավ չի լինելու։ Ուշքի արի։ Երկրորդ մի բան, ես քարոզ էի լսում, որտեղ շատ լավ բացատրում էր, ասում է, Աստված օրինակ տալիս է մեկին շատ լավ ֆուտբոլիստ լինելու տաղանդ, հա? Դա նվեր է, բայց այդ մարդու առաքելությունը իր կյանքում ոչ թե ֆուտբոլ խաղալն է, այլ այնտեղ, որտեղ ինքը կարգված է, Աստծո խոսքը տարածելը, Աստծո լույսը բերելը, Աստծո մասին պատմելը, այսինքն այն տաղանդները, որ մեզ տրված են, մենք Աստված տվել է, որ մարդկանց ուղղորդենք դեպի իրեն։ Հուսամ դա հասկանալի էր։ Հիմա շարունակենք։ 6-րդը, մենք պետք է ապաշխարենք, որ մոռացել ենք Սուրբ ուխտը։ Ուխտը մարդու հոգին կապում է Աստծո հետ։ Եթե իհարկե ուխտդ Աստծո հետ է, եթե դու դիվային ուխտ ես արել, հոգին կապում է սատանայի հետ, բայց ուխտը կապում է քեզ։ Թվեր 32-ում ասվում է, եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երթումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի, իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։ Որպես քրիստոնյա, մենք կապված ենք Աստծո հետ, ուխտի մեջ ենք Աստծո հետ, Հիսուսի արյան միջոցով։ Մկրտության ժամանակ մենք խոստումներ ենք տալիս։ Ասում ենք այո, այն ամենին, ինչ որ քահանան ասում է։ Այսինքն դա ուխտ է, դա երթում է։ Ու երբ որ մենք մեր ասածին հակառակ ենք ապրում, մենք դրժում ենք մեր ուխտը։ Ուրեմն կարող ենք մաքուր խղճով ասել, որ չենք խախտել Աստծո հետ մեր ուխտը։ Արդյոք մենք չենք ծառայել մեր եսին, մեր էգոյին, մեր մարմնական ցանկություններին, չենք ծառայել աշխարհին, սովորական բաներին, այն բանից հետո, երբ մենք ընդունել ենք Քրիստոսին, մկրտվել նրա անունով, խոստացել, որ նվիրվել ենք իրեն, որ իրեն ենք պատկանում։ Խախտելով այս ուխտը, մենք կորցնում ենք մեր խաղաղությունը, սա նույնպես պահանջում է ապաշխարություն։ 7-րդ. Մենք պետք է ապաշխարենք մեր երախտամոռության համար, մեր անշնորհակալ սրտերի համար։ Մենք մեր ամբողջ կյանքն ապրել ենք ստանալով Աստծո անվճար նվերները, պարգևները։ Աստված շռայլել է մեզ իր ողորմությամբ։ Չեմ խոսում արևի մասին, անձրևի մասին, մեր մարմինների մասին, արարչության մասին, ընտանիքների համար, որ ունենք, երեխաներ, թոռներ, տուն, տեղ, բայց որտեղ է մեր երախտագիտության և սիրո վերադարձը առ Աստված։ Որոշ համայնքներ նախկինում դատի էին տալիս անշնորհակալ մարդկանց։ Չենք կարծում, որ Աստված կարող է մեզ դատարան տանել մեր սեփական երախտամոռության համար։ Ովսե 2-րդ գլխի 9-12-ում Աստված ասում է երախտամոռ ժողովրդի մասին։ Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին իմ գինին։ Ես պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։ Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։ Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները, տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները, և պիտի ավերեմ նրա որդերը և թզենիները, որոնց մասին ասում էր, սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաներն են ինձ տվել։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, ու դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։ Եվ բանը նրանում է, որ Աստված ամեն իրավունք ունի դա անելու։ Գիտեք, երբ որ բժշկի ձեռքով բժշկվում ենք, մենք չենք մտածում, որ Աստված բժշկեց, ասում ենք բժիշկը բժշկեց, դեղը բժշկեց, բայց մոռանում ենք, որ Աստված է տվել, նախ Աստված է ստեղծել այդ բժշկին, տվել գիտությունը, տվել տաղանդը,
Ամեն ինչ վերադառնում է Աստծուն։ Այսօր որ դու էներգիա ունես, կանգնես խոհանոցում ճաշ շփես, այդ էներգիան Աստծուց է գալիս, որտեվ Աստծո շունչն է քո բերանում։ Այսօր որ դու կարող ես ապահով մեքենա քշել, նրա համար է, որ Աստված քեզ տվել է ուշադրություն, ռեակցիա տալու կարողություն։ Ամեն իրավիճակում շնորհակալությունը պիտի Աստծունը լինի։ Բայց մենք շնորհակալություն չենք ասում։ Մենք պետք է ապաշխարենք մեր աշխարհիկության համար, մեր էգոիստության ու եսասիրության համար, որ ամեն իրավիճակում մենք միայն մեր դարդն ենք լացում եւ Աստծո թագավորության հոգը չենք տանում։ Ես ու իմ տունը, կարծես միայն սա է մեզ անհանգստացնում, ու չի անհանգստացնում, որ միլիոնավոր մարդիկ անկախ ազգությունից դժոխք են գնալու։ Կարդանք, թե Աստված ինչ ասաց Բարուքին, ով լավ մարդ էր։ Կարդանք Երեմիա 45-ի 2-5-ում։ Քեզ համար այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստվածը, ով Բարուք, դու ասացիր, «Օ, վայ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա, ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում»։ Նրան այսպես ասա, այսպես է ասում Տերը. «Ահա իմ կառուցածը ես քանդում եմ ու իմ տնկածը արմատախիլ եմ անում, այսինքն ամբողջ երկիրը, և դու քեզ համար մեծամեծ բաներ ես որոնում, մի որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամենի վրա, ասում է Տերը, և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես»։ Այսինքն ինչ է նշանակում։ Աստված ասում է դու հոգ ես տանում, մտածում ես վայ իմ ցավին ավելի մեծ հոգս ավելացել, բայց մարդիկ դժոխք են գնալու, իմ պատկերով ստեղծված մարդիկ, իմ ձեռքով ստեղծված մարդիկ։ Եվ ասում եմ մի անհանգստացի, ես քո կյանքը փրկելու եմ, մնացած բաների համար մի անհանգստացի։ Հիմա քրիստոնյա մարդ, եթե դու Քրիստոսին ընդունել ես, հիշի, որ Աստված Քրիստոսով քեզ փրկելու է, մնացած մանրուքների համար մի անհանգստացի, բայց անհանգստացի, որ ուրիշները դժոխք են գնալու, կործանվելու են, աղոթի նրանց համար, չէ որ նրանց մեջ կարան քո սիրելիները լինեն, եւ աղոթի թշնամիներիդ համար, որովհետեւ դա Աստծո կամքն է։ Աստծո կամքին դեր մի գնա, որ քո կյանքը լավ լինի։ Մենք պետք է ապաշխարենք քրիստոնյաների միջև պառակտության համար, քրիստոնեական եկեղեցու ներսում մեր բաժանումների համար։ Այս բաժանումները ստիպում են ուրիշներին հեռու մնալ Քրիստոսին հետևելուց։ Մենք պետք է հեռու մնանք, զատվենք ամբարիշներից, ինչպես ասվում է Եբրայեցիների 7:26-ում Քրիստոսի մասին։ Մեզ այսպիսի քահանապետ էր պետք, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված։ Բայց երբ աստվածապաշտ քրիստոնյաների մեջ չպետք է պառակտում լինի, մենք իրարից հեռու չպետք է մնանք։ Բաժանումները, պառակտումները թուլացնում են Քրիստոսի եկեղեցուն։ Որտեղ կա պառակտություն, այնտեղ սատանան է ներխուժել ու այդ սրտերը մտել։ Աստված միաբանության Աստված է, ոչ թե պառակտության։ Անշուշտ սա արժանի է, որ մենք սգանք ու ապաշխարենք։ Ով նման պառակտումներ է սերմանում, պետք է զղջա եւ ապաշխարի։ Հիսուսն ինքն ասաց. այն տունը, որ պառակտված է, կանգուն չի կարող մնալ։ 10. Մենք պետք է ապաշխարենք, որ երբ ամենասուրբ բաներն ենք անում, մենք լցված ենք պաշտոնականությամբ, փառասիրությամբ, լեգալիզմով ու հպարտությամբ։ Օրինակ, երկրպագության ու փառաբանության ժամանակ, հեղինակը սա է օրինակ բերում, հաճախ մենք նմանվում ենք հպարտ սիրամարգի, որ իր ցույց է դնում իր գեղեցիկ փետուրները, փոխանակ խոնար ու հեզ փառաբանություն անենք, այսինքն ուշադրությունը մեր վրա է եւ ոչ թե Աստծո։ Նույնը կարող է լինել աղոթքի ժամանակ, որ ավելի շատ մեզ հետաքրքրում է գեղեցիկ բառեր օգտագործենք, մեր աղոթքով հիանան, քան թե որ խոնարհությամբ եւ հեզությամբ բարեխոսենք Աստծո առաջ։ Ցավալի է, որ Աստծո փառաբանությունը կամ Աստծո երկրպագությունը կամ աղոթքը առ Աստված վերածվում է ունայնության ու փառասիրության թաթերաբեմի։ Սրա համար էլ պետք է ապաշխարենք։
Նույնն էլ քարոզներին կարող է վերաբերել, Աստծո խոսքը սովորեցնելուն, որ մենք մեր մտածածն ենք ասում եւ ոչ թե Աստծունը, ուշադրությունը մեր վրա ենք գրավում եւ ոչ թե Աստծո ճշմարտության վրա։ Այս ամենը ապաշխարության արժանի գործեր են։ Մեր վիշտը ավելի խորն ու մեծ կլինի, եթե հասկանանք, որ Աստծո ժողովրդի կողմից գործված մեղքերը ավելի շատ են գրգռում Աստծուն, քան ուրիշների մեղքերը։ Երկրորդ Օրինաց 32-ի 19-20-ում ասվում է. Տերը տեսավ եւ բարկացավ, իր որդիներին ու դուստրերին մերժեց եւ ասաց. երեսս ծածկեմ նրանցից, տեսնեմ նրանց վերջը ինչ կլինի, քանզի նրանք մի ծուռ ազգ են, որդիներ, որոնց մեջ հավատ չկա։ Ամբարիշտի մեղքերը խոցում են Քրիստոսի կողը, իսկ Աստծո ժողովրդի քրիստոնյայի մեղքերը խոցում են Քրիստոսի սիրտը։ Նայեք Պետրոս առաքյալին, երբ նա ուրացավ Հիսուս Քրիստոսին, այն փաստը, որ Պետրոսի մեղքը գործվեց Հիսուսի հանդեպ, ով սիրում էր Պետրոսին, հենց այդ փաստը ավելի դաժան ու նենգ դարձրեց Պետրոսի մեղքը։ Բայց երբ Պետրոսը դա հասկացավ, նա դառնորեն լաց եղավ։ Կարդանք Մարկոս 14:72 խոսքը։ Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ 2 անգամ չկանչած, դու ինձ 3 անգամ կուրանաս»։ Եվ Պետրոսը սկսեց լաց լինել։ Թող որ մենք էլ իսկապես ապաշխարենք մեր բոլոր մեղքերի համար։ Եվ իհարկե սա վերջնական ցուցակ չի։ Թող Սուրբ Հոգին ամեն մեկի սրտի հետ աշխատի, բայց մեր սրտերը բաց լինեն մեղքերի խոստովանության, ապաշխարության համար։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի եւ պահպանի ամենքիս, Աստված ողորմած ու գթասիրտ լինի ամենքիս իրավիճակում։ Ամեն։